Շարունակում ենք մեր քննարկումները այս անգամ Արփի Թոքչյանի հետ հայկական ընտրության քննարկումների հարթակում եւ ես առաջարկում եմ, որ մենք սկսենք խոսակցություն ազգային պետական ճգնաժամի մասին։ Նախ փորձենք սահմանել, ոնց կսահմանել օրինակ Հայաստանի այսօրվա քաղաքական պետական ազգային ճգնաժամը ոնց կարելի է բնութագրել, հետո փորձենք անդրադառնալ պատճառներին։ Հայաստանը այսօրվա իրականության մեջ ըստ էության ինքը ես քաղաքական ճգնաժամ չէի բնութագրի, ճիշտ նշեցիք, պետական, ազգային պետական ճգնաժամ կբնութագրեի, որովհետև այն ամբողջ խոսույթը ու այն ամբողջ քարոզչությունը, որ այսօր տարվում է, դա առաջին հերթին վկայում է այն մասին, որ մեր հանրությունը, մեր այսպես կոչված ընտրախավը, մեր քաղաքական ուժերը եւ այլն, իրենք կորցրել են ուղենիշը կամ երբևէ չեն ունեցել այն պատկերացումը, թե այս պետությունը, որ ստեղծվել է, ինքը ինչի համար է ստեղծվել, ինչին պիտի ծառայի, ինչ խնդիրներ է դնում իր առաջ։ Եթե մի քիչ ավելի առարկայական խոսենք, երրորդ հանրապետության հիմքում այդ պետականաստեղծ գաղափարը դա միացում գաղափարն էր։ Եվ ըստ էության անկախության հռչակագրում էլ է դա նշված, որտեղ հողում կա վերամիավորմանը, այսինքն այն գաղափարը, որի վրա ստեղծվեց այս պետությունը, ըստ էության դա միացումներ եւ այն ամբողջ գործընթացները համենայն դեպս անկախության առաջին տարիներին այդ միացումը ըստ էության ֆիզիկապես իրականացավ, բայց իրավական դաշտում ձևակերպում չստացավ ու այդ պահից սկսված պետությունը շեղվեց իր հիմնական նպատակից։ Բայց հիմնական, քանի որ այդ գաղափարը շատ ուժեղ էր եւ այդ գաղափարին բազմաթիվ նվիրված մարդիկ արյուն էին տվել, ջանք էին տվել, էներգիա էին տվել, այսինքն իներցիայով այդ գաղափարը, քանի որ ֆիզիկապես մենք տեսնում ենք, որ մենք հանգիստ կարող ենք գնալ Արցախ, գալ Արցախի հանրապետությունում ապրում են Հայաստանի հանրապետության քաղաքացիներ եւ այլն, այսինքն այն ինչ որ կար այդ ֆիզիկապես միացումը հերիքեց, որ այս պետությունը մինչև 2020 թվականը իներցիայով շարունակի գոյություն ունենալ։ Բայց երբ որ 2020 թվականից հետո մենք սկսեցինք ժխտողական քաղաքականություն, այսինքն արդեն ոչ միայն Արցախի, մեզ թվում է թե միայն Արցախի մասով, բայց ժխտելով Արցախը մենք առհասարակ ժխտում ենք երրորդ հանրապետությունը, այսինքն հայկական պետությունը, որը հիմնված էր այդ 40,000 եւ այլն այդ քառակուսի կիլոմետրի վրա ապրող հայերի եւ ոչ միայն աշխարհասփյուր հայության խնդիրները լուծելու համար, զարգացման պայմաններ ապահովելու համար, այդ ամեն ինչ այսօր ժխտվել է եւ այսօր մեզ մատուցվում է քարոզչություն, որ դա սխալ է եղել։ Այսինքն համատարած ժխտողականության փուլում ենք մենք, ազգը կորցրել է իր ուղենիշները, պետությունը կորցրել է ուղենիշները, դա պետական ճգնաժամ է, բայց նաև ազգն է կորցնում իր ուղենիշները, որովհետև պետության լծակներին տեր եղած մարդիկ եւ նրանց ստվերային եւ ոչ այնքան սպասարկուները արդեն ուղակի քանդում են նաև ազգային ուղենիշները։ Այսինքն խնդիրը ոչ միայն չի գնում պետությունը հարցը չի դնում այնպես, որ 20 թվականին մենք պարտուզվել ենք եւ այլն եւ դրան հաջորդող տարիներին հետեւաբար պետք է որոշակի զիջումներ գնանք ոչ հարվածը գնում է մեր հիմքերին նրանով, որ ասում են, որ տեղի է ունենում հասկացությունների նենգափոխում։ Այսինքն պարտությունը ներկայացվում է որպես հաղթանակ, այսինքն կապիտուլյացիան ներկայացվում է որպես ինքնիշխանության ամրապնդում եւ ցանկացած նման կարեւորագույն գաղափար, որը ազգի գոյության, ազգի զարգացման ուղենիշն է, այսօր դա մանիպուլյացիայի է ենթարկվում եւ նենգափոխված է ներկայացվում, իսկ նման ծուր հայելիների թագավորությունում որևէ առողջ բան եւ որևէ ստեղծարար ուժ չի կարող գործել։ Հետևաբար խնդիրը շատ ավելի բարդ է եւ սա որքան էլ որ մենք միշտ ասում ենք, որ այս խնդիրը ունի քաղաքական լուծում, բայց իրականում ինքը միայն քաղաքական հարթությունում չի գտնվում։ Ուղղակի քաղաքական հարթությունում եղած ժամանակին պատասխանի բացակայությունը բերեց նրան, որ անկումը այդ պետական քաղաքական ճգնաժամից պետական ճգնաժամ անցումը եւ պետական ճգնաժամից ազգային ճգնաժամ անցումը տեղի ունեցավ գրեթե առանց որևէ խոչընդոտի եւ հիմա մենք իրականում շատ ավելի բարդ իրավիճակում ենք գտնվում։ Իմ մոտ այնպեսի տպավորություն է, որ Արցախը որքան էլ որ կարևոր էր մեր համար թե 90-ականներին, թե հետագայում եւ անգամ այսօր, երբ որ մենք կորցրեցինք իրեն, ինքը այնուամենայնիվ մասնավոր դեպքն էր մեր խնդրի ձևակերպման, որովհետեւ բուն երկընտրանքը հայ ժողովրդի հետեւյալն էր, այսինքն մենք ինչպես ենք պատկերացնում մեր հետագա գոյությունը, մենք պիտի ինտեգրվենք թուրքական ըստ էության թշնամական միջավայրում, թե մենք պետք է կարողանանք զարգանալ ի հեճուկս այդ թշնամական միջավայրի։
Առաջին դեպքը շատ հեշտ է, հա, ոչ մի հավակնություն չունես, ամեն ինչ պատրաստ ես զիջել, իրենց խաղի կանոնները ընդունում ես, ուրախանում ես, որ իրեն գալիս են քո տարածքում առևտուր են անում, ուրախանում ես, որ իրենց տարածքով կարող ես եւ այսպես հանկիստ վայելում ես քո կյանքը, բայց ցանկացած ինտեգրացիա հենց բառի իմաստից ելնելով նշանակում է ներառում, այսինքն դու ներառվում ես թուրքական միջավայրում եւ ըստ էության ենթակա ես այդ միջավայրի մեջ վերջնական ձուլման ում դուրը չգա հեռանում է, եթե այդ միջավայրը դուրը չի գալիս, ով էլ համակերպվում է, ձուլվում է, վերջանում, այսինքն ըստ էության դա անվտանգ եւ դանդաղ մահի մի կոնցեպցիա էր։ Երկրորդը չէ, դու այնուամենայնիվ որոշում ես, որ չնայած այդ հիմա շատ են չէ խոսում 80 միլիոնանոց Թուրքիայի դեմ 10 միլիոնանոց Ադրբեջանի դեմ չնայած այդ 90 100 ավելի մեծ թվով ադրբեջանա-թուրքա մահմեդականա չգիտեմ ոնց ասենք թշնամական միջավայրին, որը արդեն ցեղասպանությունների մի երկար շարք արել, դու պետք է կարողանաս գտնես քո ինքնապաշտպանության բանաձևը։ Արցախը այդ ժամանակ այդ ուղղությամբ կատարված հզոր մի քայլ էր եւ մենք այնքան Արցախ ասեցինք, կարծես թե ընդհանրական ձևակերպումը մոռացանք մասնավորի վրա եւ մասնավոր հաղթանակով ողջևորվելով մոռացանք, որ այս պատերազմը դեռ շատ երկար պետք է լինի եւ իրականում մենք դեռ շատ կազմակերպչական խնդիրներ պետք է լուծենք։ Հիմա եթե մենք այսպես ձևակերպեցինք հարցը հայ ազգի համար, իսկ առանձին գործիչների համար, հա, որովհետև վերջի այդ հարցը ազգի համար ձևակերպված հարցը ոչ թե sense վերացական ազգն է լուծում, այլ կոնկրետ մարդիկ, կոնկրետ կազմակերպություններ, կոնկրետ գործիչներ։ Հիմա այսօր մենք այսօրվա մեր խնդիրը արդեն ներքին իմաստով ինչ կարող ենք ձևակերպել։ Մենք շատ հեշտությամբ կարող ենք խոսել թե արտաքին ճակատում ինչ է պետք անել, բայց արդյունքում ունենանք որ անում է Նիկոլը եւ բոլորովին ոչ այն ինչ որ մենք ինչի մասին մենք կարող ենք խոսել ու դա ճիշտ համարել։ Այս առումով մեր խնդիրն ու ճգնաժամը որն է։ Ես կարծում եմ, որ այսօրվա մասին խոսելուց առաջ մենք նախ պիտի էլի հետ գնանք առնվազն 90-ականներ։ Կարող ենք շատ հետ գնալ, որովհետեւ իրականում Արցախը ինչի համար ենք առանձնացնում Արցախը այս բոլոր տարիներին, որովհետև Արցախը ըստ էության այդ սեփական ուղին ընտրելու, պայքարի ճանապարհը ընտրելու եւ դրա միջոցով նույնիսկ շատ անհավասար պայմաններում հաջողության հասնելու ֆիզիկական ապացույցներ, որ ամենաանհավասար պայմաններում մենք կարողացանք մեր առջև ծառացած խնդիրը լուծել։ Եվ պիտի անկեղծ ասենք, որ Արցախի կորուստը ոչ թե այն որ մենք Արցախը ի վերջո կորցրեցինք այս բոլոր տարիների ընթացքում, դա ոչ թե աշխարհի հակադարձումներ մեզ, այլ դա մեր վախկոտության պատճառով Արցախից հրաժարումներ։ Խնդիրների բուն, այսինքն մենք ֆիզիկապես մեր մի փոքր առողջ հատվածը, ով ենթակա չէր հայկական այդ արետավոր մտածողությանը սпасել արտաքին աշխարհից ոչ թե ակնկալիքներ ունենալ, այլ թույլտվություններին կամ սեփական անգործություն, անզորություն արդարացնել արտաքին աշխարհ, այսինքն այն փոքր հատվածը, ով որոշեց ուժը դնել, այսպես ասեմ, հույսը դնել իր ուժերի վրա եւ եղած միջոցները կազմակերպելով լուրջ ռազմավարական խնդիր լուծել, մենք չշարունակեցինք այդ ճանապարհը։ Մենք թույլ տվեցինք, որպեսզի հայկական պետության ղեկը եւ քաղաքական ուժերը ղեկը ստանձնեն եւ քաղաքական համակարգը իր մեծամասնությամբ շարունակեց մնալ այդ արատավոր մտածողության սահմաններում, որ աշխարհը մեզ թույլ չի տա Արցախը այդ անկախության կեղծ թատրոնը եւ մնացած ամեն ինչը մենք ենք տարիներ շարունակ մեզանից օտարել Արցախը եւ 20 թվականին մենք դա տվել ենք։ Ես չեմ խոսում ժողովրդի մասին, ով տարիներ շարունակ հավատացել է, զրկանքներ է կրել, իր զավակներին է ուղարկել, այսինքն երբ որ ժողովրդի այդ սրբազան զգացումները շահագործելով այդ խմբակները իրականության մեջ տարիներ շարունակ սեփական հարստացման, սեփական խմբակային ամբիցիաների բավարարման խնդիրն էին լուծում Արցախը եւ Հայաստանը, որպես մանրադրամ աշխարհի ու տարբեր ուժային կենտրոններին առաջարկելով խնդիրը այստեղ է, այսինքն միջև մենք հետ չհասկանանք ճգնաժամի բուն պատճառը, այսօր էլ պատճառը ըստ էության դրան որևէ բան չի փոխվել։ Պատճառը հենց սեփական հավակնություններ չունենալու մեջ է, պատճառը սեփական ազգային պետական նախագիծ չունենալու, այսպես ասեմ, համարձակություն չունենալու մեջ է, այդ արատավոր մտածողության մեջ է, որ պետք է տեղավորվենք սրակամներ աստվերում եւ մի կերպ գոյություններս քաշ տանք։ Մեր ազգային դաշտը, ազգային չասեմ, մեր քաղաքական դաշտը եղել է այս գաղափարախոսության կրողը բոլոր
իշխանությունները եղել են այս գաղափարախոսության կրողը, ընդհանրապես խնդիրը թե որ կողմի տանիքն է ավելի լավ, եւ դրա համար որ այսօր չափից դուրս շատ են հեգնում, որ այ ոչ մի թիզական իշխանություն եւ այլն, հենց Հայաստանի դժբախտությունը բոլոր ժամանակներում եղել է այն, որ Հայաստանում քաղաքական դաշտում չի եղել իրական ոչ մի թիզական ճակերտավոր ասենք կամ իրական ազգային պետական հավակնություններ ունեցող քաղաքական ուժ, ով չի դարձել իշխանություն եւ ով Հայաստանի ղեկ այդ ուղղությամբ չի տարել։ Մենք աշխարհը մեզանից չի վերցրել Արցախը, Ադրբեջանը մեզանից չի վերցրել Արցախը, մենք ենք հրաժարվել Արցախից եւ այսօր մենք ենք շարունակվում հրաժարվել Հայաստանից։ Այսինքն խնդիրը այս հասկանալու մեջ է։ Հետևաբար ու ամբողջ ըստ էության Հայաստանի քաղաքական դաշտը, որ ներկա պահին երևում է գոյություն ունի, չխոսենք առանձին խմորումներից, ովքեր դեռևս անհրաժեշտ մասշտաբը չունեն, բայց անուններ, որ ովքեր տարիներ շարունակ եղել են Հայաստանի քաղաքական դաշտում եւ այլն, նրանք ըստ էության այդ նույն գաղափարախոսության կրողն են։ Նրանք բոլորը փորձել են Հայաստանը տեղավորել այս կամ այն ուժային կենտրոնների գծած նախագծերում։ Իմ ասածը չի նշանակում, որ Հայաստանը պիտի մեկուսացման բան լիներ, բայց իմ ասածը այն է, որ դու կարող ես այս կամ այն նախագծի մեջ տեղավորվել ունենալով սեփական հավակնություններ, ունենալով սեփական շահեր, եւ այդ շահերի համար դու կարող ես շատ բան անել։ Մենք դա ի սկզբանե բացառել ենք։ Մենք ի սկզբանե բացառել ենք, որ մենք գիտեք այն կարգավիճակում մի շատ տիպիկ հոգեբանական պահ եմ ուզում ներկայացնել, ուղղակի գեղարվեստական, կարծում եմ Մայրիկ ֆիլմը բոլորս հիշում ենք, երբ որ փոքրիկ Ազատին ուղարկում են ֆրանսիացի իր դասընկերոջ տուն եւ նա սպասում է որ պիտի խմորեղեն առաջարկեն, առաջին անգամից ասում է չեմ ուզում եւ այլևս չեն առաջարկում, իսկ նա սպասում է որ 3 անգամ պիտի առաջարկեն, ինքը դրանից հետո կհամաձայնվի։ Դա իրականում հոգեբանական, ազգային հոգեբանության ձև է։ Մենք սպասում ենք թե մեզ ինչ կառաջարկեն եւ նույնիսկ առաջին անգամ առաջարկի դեպքում կարող է չընդունենք եւ այլն եւ այլն։ Սա է խնդիրը։ Ամեն ինչ այս արատավոր մտածողության մեջ է։ Այստեղից է սկսվում պետություն ունենալու, չունենալու որոշումը։ Այն քարոզչությունը, որ տարվում է եւ ըստ էության այդ ամբողջ ինքնախապեյությունը, որը հանրության մի զգալի հատված ինքը նախընտրում է ունենալ, ըստ էության վկայում է այն մասին, որ պետություն չեն ուզում մարդիկ ունենալ։ Գուցե մի պատճառը չի հասկանում ինչ է նշանակում պետություն ունենալ։ Իրենց թվում է թե առանց սեփական զինված ուժերի, առանց սեփական հավակնությունների, առանց չարչարվելու այդ պետության համար, առանց այսինքն հնարավոր է ունենալ պետություն, հնարավոր չէ։ Մի սրա վրա կանգ, հա, այսինքն իսկ ինչ է նշանակում պետություն ունենալ, որովհետև այսօրվա վայ իշխանությունը տալիս է պետության ինչ որ մի կոնցեպտ, որ քաղաքացունն է պետությունը, քաղաքացու որոշումն է, նրա վստահած իշխանությունն է, նրա քվեով է որ իշխանությունը ձևավորվում է, իսկ այն մյուսները, որոնք օտարի հպատակ են, թալանչի են եղել նախկինում եւ այլն եւ հիմա մերժվել են այդ քաղաքացու կողմից, մի խոսքով քաղաքացունն է այդ պետությունը, անընդհատ այդ շեշտադրումը գնում է, եւ սա ոչ միայն այդ իշխանական շրջանակներն են, սրանով կան այլ ավելի փոքր քաղաքական խմբակներ կամ առանձին գործիչներ, որ այդ շեշտադրումը անում են, եւ կարծես թե այդ անհատի շահերի, անհատի հարմարավետության, անհատի երջանկության համար է պետությունը անպայմանորեն Իմ կարծիքով այդքան էլ այդպես չի։ Պետությունը վերջիվերջո դա ազգի կազմակերպման ձև է, դա անհատի հետ շատ փոքր առնչություն ունի։ Որ այնպեսի տպավորություն է, որ այդ անհատի շեշտադրումով եւ նրան ինչ որ տարբեր հեքիաթային բարիքներ խոստանալով, անվճար խաղաղություն, ինչ որ չգիտեմ, սահմանի բացումից թափվող մանանա երկնքից, ինչ որ այլ բաներ, հա, դուք կգնաք, կճամփորդեք, համերգներ կգան, չգիտեմ, բանակ չեք գնա եւ այլն, այս բոլոր տարբեր տեսակի խոստումները տալով, կարծես թե այս պահին ստեղծվել է մի այլընտրանք, այ տեսեք, կամ մենք ենք, որ ապահովում ենք ձեզ խաղաղություն, զվարճանքներ, չգիտեմ, այլ բարիքներ ենթադրաբար, հա, եւ այլ նրանք են, որոնք որ թալանել են, որոնք որ ազգայնական են եղել, որոնք որ ոչ մի թիզական են եղել, սա ասվում է Քոչարյանի մասին, Սերժի մասին, որ իբրև նրանք են, որ հանուն իրենց թալանի արհեստականորեն մեզ պարտադրել էին Արցախի հարցը։ Եվ այստեղ կա նաև մյուս հանգամանքը, որ այնպիսի մի վիճակ է ստեղծվել, որ կարծես թե մենք ենք մեղավոր ի սկզբանե, որ պատերազմ եղավ, մենք հարձակվեցինք իսկապես Ադրբեջանի
Փաշինյանի վրա, հա, ասեն ոնց որ 90-ականների իրողությունները բոլորը մոռացել են եւ հիմա ինչ որ այսօրվա գործիչների բերանից մենք նոր իրավիճակ ենք պատկեր ենք ստանում 90-ականների վերաբերյալ, բայց վերջի այդ նույն քաղաքացու համար պետությունը ինչ է պետությունը մի բան է որ իրան բարեգործական հիմնադրամը որ իրեն պետք է ինչ որ բարիքներ ապահովի թե վերջի դա մեր հավաքական ապագան որոշելու համար կազմակերպական ձև է որ մեր մասնակցությամբ մենք պետք է քննարկելով թե անվտանգության թե բոլոր մյուս խնդիրները կայացնենք որոշումներ, որոնք որպես կանոն շատ բարդ են, եթե դու ուզում ես նույնիսկ մարդու կյանքում, եթե ուզում ես ինչ-որ մի հարցում հաջողության հասնի, ջանք պետք է գործադրի, կրթություն ստանա, չգիտեմ, շատ աշխատի եւ այլն, բայց մենք ոնց որ ուզում ենք, չէ, երկնքից ինչ-որ մեկը գա բաժակաճառով խաղաղություն խոստանով այդ խաղաղությունը լինի, զարգացում խոստանով այդ զարգացումը լինի, ժողովրդագրական աճ խոստանով այդ ժողովրդագրական աճը լինի, այդպես բնականաբար չի լինում։ Հիմա մեզ համար պետությունը այսօր ինչ է Շատ կարևոր հարց մեզ ում նկատի ունեք այդ որովհետև դա միայն չի վերաբերում հայ ազգին եւ հայերին որովհետև պետություն ասվածը այն ինչ որ դուք ներկայացնում եք ավելի ռազմավարական տեսակետից դա ես համոզված եմ ցանկացած երկրում միջին վիճակագրական քաղաքացուն չի հետաքրքրում նման գաղափար առաջ է քաշում ձևակերպում է եւ իրականացնում այդ ազգի ընտրախավը մենք չենք կարող միջին վիճակագրական քաղաքացուց սпасել եւ ակնկալել եւ ունենալ նույն չափ սպասելիքներ ինչ որ մարդկացից ովքեր պայմանական ընտրախավի մեջ են ասելով մենք լինի դա թվով մարդկանց չենք հանում պատասխանատվությունից եւ դա թողելով ինչ որ մի մենք կարող ենք իմիտացիա անել որ մեծ թվով մարդիկ են որոշում կայացնում Եվ կարող ենք անկեղծ խոսել, ինչպես պատմական փորձն է ցույց տալիս, որ իրականում մեծ թվով մարդկանց ուղղորդում են որոշում կայացնել։ Հենց այն նույն ազգային պետական տեսլական ունեցող ընտրախավերը։ Եվ սա մեկ։ Երկրորդ այդ խոսույթին, որ այսօր Հայաստանում տարվում է, ես ուզում եմ նայել միջին վիճակագրական քաղաքացու տեսակետից։ Բարի պետությունը կամ իշխանություն կոչվածները եւ այլն մի կողմ են դրել այդ բոլոր ազգային պետական խնդիրները, այն վեհ գաղափարները, որոնց մասին մենք ասում ենք, կամ մենք հասկանում ենք դրանց կարեւորությունը, որպեսզի, այսինքն դրանք ըստ էության այդ ռազմավարական նպատակների իրագործումը այն պարտադիր հիմքն է, որի վրա կարող է կառուցվել քաղաքացու բարեկեցությունը։ Մենք դա մեր մեծամասնությունը դա չի հասկանում, բայց դա դնենք մի կողմ։ Ես առաջարկում եմ միջին վիճակագրական հայ քաղաքացուն մեզ նայող իրեն հարց տալ, այ հիմա ձեզ երանելի ժամանակներ են խոստանում, ասում են, որ դուք եք որոշում կայացնում։ Ընդհանրապես միջին վիճակագրական։ Դուք կարող եք ձեզ թույլ տալ ստանալ որակյալ բժշկական օգնություն մատչելի։ Դու ձեր երեխային դուք կարող եք ապահովել որակյալ եւ մատչելի կրթություն։ Հիմա ձեր երեխային դուք կարող եք ապահովել բավարար անվտանգություն եւ Երբ որ ձեզ մանիպուլացնում են եւ այսպիսի խոստումներ են տալիս, դուք ընդհանրապես նայեք ձեր շուրջը, արջատեք էկրանները եւ տվեք ձեզ այս 3 բարձ հարցերը։ Ես չեմ խոսում ազգային վեհ գաղափարներից, ես չեմ խոսում դեռ ազգային կրթությունից, ես չեմ խոսում ազգային մշակույթից, ես ընդհանրապես խոսում եմ 3 տարրական կենցաղային հարցերից, որ յուրաքանչյուր ծնող անկախ բնակության վայրից եւ ազգությունից առնվազն իր երեխայի համար ցանկանում է։ Ես կարծում եմ մեր բնակչության մեծամասնության համար իմ նշած 3 կետերը մատչելի չեն։ Հետևաբար ձեզ կարա մի վտանգավոր առարկություն լինի, օրինակի համար, այո, մենք չափից ավելի շատ փող ենք ծախսում բանակի վրա, չափից ավելի շատ մեզնից թալանում են։ Հիմա եթե լինի խաղաղություն, Արցախի խնդիրը չլինի, որ թալանչիները դա շահագործելով չշարունակեն մեզ թալանել։ Մենք ունենանք ավելի շատ փող կծախսվի առողջապահության վրա, կրթության վրա, մի քիչ կլավանա այդ ամեն ինչ, այդ ամբողջի մակարդակը, այսինքն ոնց որ այս այն ինչ որ մեզ խոստանում են, դրա հետևանքներից մեկը կարող է լինել նաև այդ զարգացումը։ Այսպիսի առարկություն կարող է լինել եւ կա այդ առարկությունը։ Ես կարծում եմ, տեսեք, ցանկացած բանական մարդ, ով 2018 թվականից մինչև օրս 25 թվականը քիչ թե շատ ինտելեկտուալ կարողություններ ունի, բոլոր ոլորտներում տապալումը տեսնելով ինքն է արդեն իր համար ընտրություն կատարում, ինքը շարունակում է հավատալ այդ միֆին, նախընտրում է հավատալ այդ միֆին, ընդ որում խնդիրը նրանում չէ, որ իրենք լավ են խաբում, խնդիրը նրանում է, որ մի հատված ցանկանում է խաբվել, որովհետև այդպես ավելի հեշտ է ապրելը։ Այսօրն էլ ապրենք, վաղը տեսնենք ոնց կլինի։ Թե ինքը այնուամենայնիվ աչքերը բացում է եւ հասկանում է, որ չէ, որովհետև բանակը կրճատենք, բանակը լուծարենք, դառնանք միլիցիա, շատ հանգիստ վաղը Երևանում դուք անվտանգ չեք քայլելու։ Ուղղակի խնդիրը ես այդ բոլոր մարդկանց մի առաջարկ ունեմ, ում
ինձում համար այս հայկական պետությունը բեռ է, ազգային պետությունը բեռ է, ով պատրաստ չի իր կյանքում զրկանքներ կրել է, բայց չի ուզում շարունակել, ով չի ուզում իր զավակի կյանքը վտանգի տակ դնել, եւ այլն եւ այլն։ Ես չեմ պատրաստ, չեմ ցանկանում նրանց որևէ բան ապացուցել եւ այլն, որովհետեւ Ռուսաստանի հայերն էլ էին փախչում Արցախում իրենց տղաներից ծառայելուց, Ուկրաինայի էլ եւ այլն եւ այլն։ Այսօր մենք տեսնում ենք ռուս-ուկրաինական պատերազմ երկու կողմից ավելի շատ հայ է զոհվել, քան մենք մեր երկրի համար ենք տվել։ Հա, այսինքն եթե դուք նախընտրում եք, համարում եք, որ Հայաստանի պետություն ունենալը ձեր համար անձնապես ծանր բեռ է, այսօր շատ լավ տարբերակ կա հավաքել ճամպրուկները եւ գնել այն երկրներ ապրելու, որտեղ դա բեռ չի լինելու ձեզ համար, որտեղ ձեզ նման բեռ չեն տալու։ Դա ազնիվ է, արդարացի է, ձեզ ոչ մեկ չի պարտադրում ունենալ հայկական պետություն, ձեզ ոչ մեկ չի պարտադրում ապրել այստեղ, բայց դուք էլ իրավունք չունեք իմ փոխարեն եւ իմ նմանների փոխարեն որոշել, որ ես պիտի դառնամ Թուրքիի ստրուկը, որովհետեւ եթե դուք կրճատում եք Հայաստանի զինված ուժերը, վաղը ինձ Թուրքը ստորացնելու եւ ոչ ոք չի պաշտպանելու։ Ավելին մեղադրելու են այնպես ինչպես հիմա են մեղադրել են, որ մենք ենք պրովոկացիա արել։ Ես ուզում եմ ապրել իմ հայրենիքում եւ ուզում եմ ապրել արժանապատիվ պայմաններում, ես պատրաստ եմ դրա համար վտանգի եւ շատ ավելին աշխատել, որովհետեւ հասկանալի է, որ Հայաստանում ստիպված ենք լինելու շատ ավելին աշխատել եւ դրա դիմաց ստանալու ենք շատ ավելի քիչ։ Հասկանալի է, որ մենք վտանգել ենք մեր կյանքը, մեր հարազատների կյանքը, հասկանալի է, որ մենք չենք կարող երաշխավորել մեր երեխաների համար լավագույն ապագան, որ կցանկանանք, այդ բոլորը, բայց եթե մարդ դա գիտակցում է եւ այդ ամենը գիտակցելով ինքը որոշում է կայացնում, որ ինքը ուզում է սեփական երկրում ապրել եւ արժանապատիվ այդպիսի գնով, բարի եղեք թույլ տալ մեզ ապրել։ Կարող եք հավաքել ճամպրուկները, սա հայերի պետությունն է։ Եթե համաձայն չեք նման պայմանների հետ, ել եմ ասում, հավաքեք ճամպրուկները, գնացեք ձեր նախընտրած երկրում ապրելու։ Ես ուզի, որ մեր խոսակցության մեջ այնպեսի տպավորություն ստեղծվի, թե մենք բնդում ենք անում, որ մեծամասնությունը ճամպրուկ հավաքող են ի վերջո։ Եվ իմ շատերը հետս կարող է վիճայն, բայց իմ համոզմունքը, որ չէ, մեծամասնությունը այնուամենայնիվ ազգային խնդիրներում պատրաստ է ճիշտ դիրքորոշվել որոշակի հանգամանքներով, հիմնված այն փաստի վրա, ինչ որ մենք տեսանք 20 թվականի կռիվների ժամանակ։ 18 տարեկանների բանակը, որը հենց մեր հասարակության ամենամիջին թվաբանական նույնիսկ այն ամենահամեմատաբար ցածր է, որտեղ վերնախավը ինչ որ ձևով ավելի պակաս է ներկայացված ինչ որ պատճառներով այդ բանակում, հիմնական հայ ժողովրդի այն ամենամիջին խավ, ավելի ցածր խավ է շրջանակների գյուղացիություն, չգիտեմ, մարզերի բնակիչներ եւ այլն, այդ բոլորի երեխաներն էին եւ ազգային պատասխանատվության այդ պահին կյանքի գնով իրենց բաժինը նրանք մաքսիմում իրականացրեցին փախնելու այդպես լուրջ դեպքեր, բացի ասենք շատ կրիտիկական իրավիճակներից, երբ որ իրոք պիտի փախնես այլապես մեռնում ես, որ հետո բացի ասենք այդ որոշ դեպքերից մենք շատ չենք տեսել։ Անկամ եթե ինչ որ մի ստորաբաժանում 1-2-ը ինչ որ բան են արել, դա իրոք եղել են բացառություններ, էլի հիմնականում դա դիմադրել է։ Եվ նույնիսկ այդ երիտասարդների հետ, եթե նախքան կռիվը խոսեիր կամ կռվից հետո խոսեիր, նրանց խոսքի մեջ էլ ազգայինը շեշտված է եղել։ Բայց երբ որ խոսում ենք քաղաքական հարթությունում, այստեղ մի քիչ հակասություն կա։ Մենք մի անգամից ֆիքսում ենք, որ ժողովուրդը, չգիտես ինչի սկսում են ժեխ անվանել կամ ինչ որ ուրիշ վատ բառեր անվանել, եւ հիմնականում այդ քննադատողները իրենց դնում են ինչ-որ մի փոքրամասնության մեջ, որ իրենք ամեն ինչ ճիշտ են մտածում։ Երբեմն կարող ենք էլ սայթակենք այդպես մի բանի մեջ ընկնենք։ Բայց մյուսներին համարում ենք, որ չէ, սրանք սա մի ժողովուրդ է, որը հանձնվել է, սա մի ժողովուրդ է, որը պատրաստ է ցեղասպանվել եւ այլն։ Իմ կարծիքով այդպես չի։ Խնդիրն այն է, որ Հայաստանում բացակայում է ազգային թեմաներով քննարկումը, սա քաղաքական դաշտի ճգնաժամի հարցը կամ պետության ճգնաժամի հարցը, այսինքն պետական համակարգը այնպիսին է, որը Հայաստանի քաղաքացիներին մասնակից է դարձնում պետական գործընթացներին ոչ որպես ազգային պատասխանատվությամբ առաջնորդվող մարդիկ, այլ ընդամենը որպես ժողովուրդ, ինչ որն կարելի է կառավարել ինչ որ շահերով, ինչ որ խոստումներով, ինչ որ խաբեություններով, ինչ որ թույլ տեղերը բռնացնելով, հա, օրինակ պատերազմի շանտաժով, տարբեր սպառնալիքներով, անգամ նույնիսկ սպառնալիքա այսօր դարել, եթե մենք չլինենք, կգան այս նախկինները, թալանչիները, Ռուսաստանն է այսօր դարել սպառնալիք,
ասենք ռուսական գործակալները կգան իշխանության, կամ սրբապիղծ հոգևորականներն են, չգիտեմ, ձգտում իշխանության։ Այս ամեն ինչը պարզունակ միջոցներ են, որով ազդում են ընտրազանգվածի վրա, եւ ընտրազանգվածը այդ պահին դադարում է ազգային պատասխանատվությամբ որևէ բան քննարկել, որովհետեւ այդ վախերով խաղում են եւ նրան կառավարում են։ Քաղաքական միավորները նույնպես ընդդիմադիր ասենք կամ ազգային դաշտը ներկայացնող ասենք, սրանք նույնպես չեն ապահովում այդ ազգային քննարկումը։ Մեր տարբեր գործիչներ, տարբեր խմբակներ, ինչ որ մեկ-երկու գաղափար վերցնելով էսա գտել ենք ճիշտ լուծումը, ասեմ, չգիտեմ, օրինակ, մեզ երրորդ ուժ չի պետք, այլ առաջին ուժ է պետք, որովհետև ոչ մի ուժ չկա, որ ազգային գա։ Հա, միտքա ինչ որտեղ միգուցե կիրառել է, բայց դրա վրա քաղաքական ծրագիր չես կառուցի։ Կամ մեզ սահմանադրություն է պետք, որտեղ ասենք, չգիտեմ, միանձնյալ ղեկավար չի լինի։ Լավ, դա էլ է միտք, հետաքրքիր միտք է, բայց դա էլ քաղաքական ծրագիր դեռ չի։ Եվ ասես նայում ես բոլոր խմբակները այդպիսի մտքեր ասելով, իրենց ուրույն բանը ընդգծելով, այնուամենայնիվ չի առաջանում նրանց միջև այդ ընդհանուր քննարկման մթնոլորտը, որտեղ իսկապես ի հայտ կգան ավելի լուրջ ծրագրեր, անգամ եթե կան այդ ծրագրերը, դրանք գոնե կհղկվեն քննարկումների եւ բանավեճերի մեջ։ Այս առումով մենք նույնպես գտնվում ենք ճգնաժամային վիճակում եւ կարծում եմ ինչ էլ որ մենք գնահատենք իրավիճակը, մեզ անհրաժեշտ է գտնել նաև թե ինքներս ինչ պետք է անենք, որ այդ իրավիճակում ինչ որ մի բան կարողանանք փոխել։ Հիմա եթե փորձենք քաղաքական ծրագրից խոսել, ազգային դիրքերից ելնելով, որոնք են հիմնական կետերը, որ են մյուս քաղաքական դաշտի խաղացողները, իշխանություն, հայտնի ընդդիմություն, որին հենց իշխանությունն է ուզում նաև որպես միակ ընդդիմություն ներկայացնել, որ դրանցից բոլորից իրականում որ կետերն են, որ քաղաքական դաշտի ազգային հատվածը տարբերում են այդ բոլոր մյուսներից։ Եթե անկեղծ ասեմ, ես կարծում եմ նման խոսակցությունները եւ նման քննարկումները դեռևս վաղ են, որովհետեւ մեր հասարակությունը իրականությունը չընդունենք ցանկալի տեղ, այսպես ասեմ, էլի, հնարավոր է որ կենցաղային մակարդակում մարդիկ այս ընդհանուր վիճակի հետ այդքան էլ հաշ չեն, բայց դա ընդհանրապես բավարարվում է կենցաղային մակարդակով, տրտունջով կամ Facebook-ում ստատուս գրելով։ Ձեր նշած քաղաքական ծրագրերի քննարկումներ եւ այլն դա պահանջում է հասունության լրիվ ուրիշ մակարդակ, ու մենք այդ հասունության մակարդակը չունենք։ Ես անկեղծ ասեմ, դեռևս այդ հարցի պատասխանը մոտավոր պատկերացնում եմ այսպես, կան տարբեր փոքր համայնքներ քաղաքականությունից դուրս, երևի համայնքաշինությամբ, որովհետև առանց այդ ֆունդամենտի այդ գաղափարը, որ դուք առաջարկում եք, քննարկումների հարթակը, տարբեր քաղաքական ծրագրերի բախումները, դրանք լիակատար լիարժեք քաղաքական դրանք հնարավոր են լիարժեք լիակատար քաղաքական դաշտի կայացման դեպքում։ Մենք ոչ միայն չունենք քաղաքական դաշտ, այսօր մարդիկ հասարակ մարդ շփումներն ահա որ մանիպուլացված եւ ահա որ նենգափոխված։ Այդ մենք խոսում ենք ազգային դաշտի կետերի մասին, այդ կետերը կարող ենք թվարկել, բայց այդ կետերի յուրաքանչյուրը այնպես է նենգափոխվել, որ մեծամասնությանը վանում է։ Ու ես կարծում եմ, որ մենք այստեղ իրականում պատահական չնշեցի, որ մենք ազգային ճգնաժամի մեջ ենք, նույնիսկ քաղաքական ճգնաժամ շատ ավելի հեշտ կլիներ լուծել։ Մենք այսօր անգամ խնդիր ունենք, ինչպես ասել, որ չի ձևակերպվի, նույնիսկ ձևակերպել հայ ազգը ի վերջո ովքեր են ազգ որպես առողջ օրգանիզմ, ոչ որպես հանրություն, ոչ որպես ամբողջ, ոչ որպես տարբեր շերտերից բաղկացած անհասկանալի զանգվածներ, հայ ազգը այս ամբողջ բազմության մեջ ովքեր են եւ իրենք ինչ են ուզում, եթե մենք մեզ ազգային ուժ ենք, փորձում ենք ազգային դաշտից խոսել։ Ես կարծում եմ մեր հասել են հիմքերին այն աստիճան, որ մենք արդեն մտնում ենք փոխափիլիսոփայական քննարկումների մեջ, այլ ոչ քաղաքական, բայց ցանկացած քաղաքական համակարգի հիմքում դա փիլիսոփայությունն է եղել։ Ազգաստեղծ, պետականաստեղծ փիլիսոփայությունն է եղել։ Այսօր ամբողջ արևմտյան համակարգը, որ գոյություն ունի, դա մեծագույն չափով, ասենք 18-րդ դարում լրջագույն այդ քաղաքական այդ լուսավորչական այդ փիլիսոփայության արդյունքն է ձևավորվել։ Ես հիմա ավելի շատ այդ հարցերի շուրջ եմ խորացել, որովհետև խոսել մի նախագծից, որը հնարավոր է իրականություն դարձնել
գործող արդյունավետ քաղաքական դաշտի դեպքում ըստ էության այդ նախընտրության գաղափարը դա վերծված է համակարգ պետական կամ այսպես ասեմ օրինակներ կան հաջողված աշխարհում, բայց մենք բոլորս պիտի ընդունենք, որ բոլոր դեպքերում գոյություն կա կենսունակ գործող քաղաքական համակարգ։ Հայաստանում նման բան չկա, ոչ միայն չկա, այլև մենթալիտետի հոգեբանական առումով մեր ժողովուրդը նման բան երբեք քաղաքական հասունության աստիճան երբևէ չի անցել եւ ես կարծում եմ այդ հիմքի բացակայությունը ինչպես պիտի կարողանանք լցնել այդ հիմքը կազմել, որի վրա հնարավոր կլինի իրականացնել նման քաղաքական նախագիծ։ Ես կարծում եմ, որ նախընտրության այս բոլոր տարիների ընթացքում չստացվելու հիմնական պատճառը սա է։ Այսինքն մենք կարող ենք ունենալ շատ լավ, այնպես ինչպես կարող են գրված լինել իդեալական օրենքներ, բայց դրանք կոնկրետ միջավայրում չաշխատեն, նման դեպքում կարող ենք ներկայացնել շատ լավ գաղափարներ, շատ լավ հարթակներ իրենց կազմակերպչական ձևերով, բայց դրանք չաշխատեն, որովհետև այն նյութը, որի համար դա գրված է, դա ի վիճակի չէ մարսել եւ դեռևս հասունության այդ աստիճանին չի հասել։ Նման նախագիծ իրականացնելու համար, լավ, չասեմ լիարժեք կայացած քաղաքական դաշտ, բայց որոշակի ակտորներով դաշտ պիտի լինի։ Մենք դա չունենք։ Եղածներն էլ իրենք յուրաքանչյուրը վերցել է իր փոքր մասշտաբը, այդ մասշտաբում զգում է իրեն կոմֆորտ, ցանկություն չունի դուրս գալ կոմֆորտի զոնայից եւ հետեւաբար խոսել ինչ-որ քննարկումների մասին անիմաստ է, կարծում եմ բան։ Հետեւաբար խնդիրը տեսեք հիմա իրականության մեջ նախընտրությունը որպեսզի հաջողության հասնի, երկու խնդիր պիտի լուծվի։ Կազմակերպչական ձևը ընտրողին ներգրավելը դա մի հարց է։ Խնդիրը ինչպես գտնել այն գոնե մի քանի մինիմալ քանակով ակտորներին, եթե չկա նրան պիտի ստեղծել, այսինքն մենք պիտի ստեղծենք, հետևաբար որպեսզի իրենք այդ մինիմալ քանակով ակտորները, այլ իրենք չգիտեմ 2 հոգի են, 3, 4, 5 հոգի են կամ փոքր ուժեր են կամ փոքր խմբակներ են, նախ շահագրգռվածություն ունենան մտնել քաղաքական գործընթացների մեջ եւ հետո չվախենան բանավեճել այսպես ասեմ մտնել այդ քննարկումների, բանավեճերի դաշտ եւ դրանից հետո միայն, երբ որ մենք ունենք կոպիտ ասած, եթե խոսենք հեռուստատեսային լեզվով, երբ որ մենք արդեն ունենք մեր հաղորդավարները կամ որոշակի պատրաստած պրոդուկտը, մենք դրանից հետո միայն դա կարող ենք առաջարկել ընտրողին։ Մենք չենք կարող իմ պատկերացմամբ մասսայական որևէ պրոդուկտ չտալով, որը որ հանրությունը կտեսնի եւ դրան կարձագանքի, մենք չենք կարող իրենից ներգրավվածություն պահանջել։ Եվ հետեւաբար խնդիրն է փորձել այդ քննարկումների դաշտը չգիտեմ, այդ ակտորներին ստեղծել, այդ ակտորներին գտնել, այդ խնդիրներից խնդիրն է։ Հետո մյուս կողմից կա հայկական այդ տիպիկ էլի մոտեցումը քաղաքական գործընթացները չհասկանալը եւ քաղաքական տրամաբանությունը չհասկանալը մարդկանց թվում է թե քաղաքական գործընթացներում այդ միավորում կոչված է կամ համախմբում կոչված, այսինքն մարդիկ չեն հասկանում, որ խնդիրը միայն մարդու անձնական որակների մեջ չի կարող լինել քաղաքական առումով տրամագծորեն տարբեր կողմնորոշում ունեցող մարդկանց բարի նպատակների շուրջ երբեք միավորում չի լինում եւ միայն Հայաստանում առաջի դեպք չի, պատմական փորձը ցույց է տալիս, որ նմանատիպ խմբակները նույնիսկ շատ երկրներում համաձայն են լինում երկիրը տալ արտաքին նվաճողին, բայց միմյանց հետ կոնսենսուսի չգալ։ Եվ ըստ էության պատմական առումով հաջողել են այն ազգեր, այն հանրությունները, ովքեր կարողացել են գտնել այդ կոնսենսուսի կետը, որի շուրջ բոլորը համաձայնության են եկել։ Մեր մոտ նման կետեր գոյություն չունեն եւ յուրաքանչյուր այդ բաժանարար կետերը շատ ավելի են շատանում։ Եվ հետեւաբար ես հիմա դրա համար եմ ասում, որ մեր խնդիրը շատ ավելի բարդ է իմ պատկերացմամբ, որովհետև մեր խնդիրը քաղաքական չէ։ Եթե 2020 թվականին, 21 թվականին կամ գուցե մինչև 23 թվականը ինքը դեռևս քաղաքական էր, հիմնականում ոչ թե քաղաքական էր, այլ քաղաքական դաշտում էր ավելի շատ ու ճիշտ արձագանքի եւ ճիշտ քայլերի դեպքում հնարավոր կլիներ անկումը կանգնեցնել։ Հիմա արդեն մենք հասել ենք ազգի լուծման, ազգի տրոհման գերխնդրին եւ այստեղ ես անկեղծ եմ ասում, դա իմ ոլորտը չի, ես բավարար չափով գիտելիք չունեմ, ինտուիտիվ շատ բաներ եմ զգում, բայց բավարար չափով գիտելիք չունեմ հասկանալ համար, թե դրան ոնց կարող են կանգնեցնել։ Դիտարկում եմ ուզում անեմ, որ երկու մասից նախ մեր ժողովրդի անպատրաստության մասին խոսելիս, եթե մենք փորձենք համեմատություններ անել այլ ազգերի ժողովուրդների հետ, կարծում եմ էական տարբերություններ չեն գտնելու, նույնիսկ կարող է հանկարծ բացահայտենք, որ մենք շատ ավելի լավ վիճակում ենք, քան շատ ու շատ ազգեր
կամ ինչ-որ զարգացած երկրում բարեկեցիկ ապրող կամ ասենք ինչ-որ մի ճգնաժամային երկրում, որտեղ չգիտեմ քաղաքացիական պատերազմ է գնում, ամեն տեղ ըստ էության ժողովրդի ընդհանուր, այսպես խիստ գնահատականներով եթե փորձեն գնահատել, կարող է պատահի, որ հայ ազգը այդքան էլ վատ վիճակում չլինի այդ համեմատության մեջ։ Մենք ավելի ուրիշ խնդիր ունենք։ Մենք խնդիր ունենք երկու բարդ երևույթների հետ, մեկը ավելի տևական ժամանակ գոյություն ունեցող երևույթ էր, դա ժողովրդի, այսպես մի տեսակ ապաքաղաքականացման process-ը, որը համ հետխորհրդային ինչ-որ ժառանգության արդյունք էր, մենք բոլորս միանգամից դառանք կուսակցականներ 90-ականներին, հետո բաժանվեցինք, մասնատվեցինք փոքր խմբակների, հետո զզվեցինք կուսակցություններից եւ հետո եկավ մի նոր սերունդ, որը ուզում էր ակտիվ լինել, բայց քանի որ կուսակցությունները զզվելի երևույթ են, որ մենք այնտեղ չկանք, քանի որ քաղաքականությունը փողի հետ կապված է, մենք ռեսուրս չունենք, ուրեմն այնտեղ չկանք, ուրեմն մենք զբաղվում ենք նրանով, ինչ որ կարողանում ենք, իսկ դա մյուսները մնացած անբարոյականների գործը, այդ թվում մեզ կառավարելը անբարոյականների գործը, մենք այդտեղ քթներս չենք ուտում, այս մթնոլորտը տարիներ շարունակ թե իշխանությունների կողմից նաև հովանավորվելով, որտեղ իրենք քաղաքական համակարգը զարգացնելու որևէ փորձ չէին անում, որտեղ դա զարգանար, իրենք իշխանության չէին լինի։ Այս սրան ավելացավ հետպատերազմյան պարտության դառնությունը, հուսահատությունը, հիասթափությունը ամեն ինչից եւ այս առումով ամեն ինչից մի կողմ կանգնելը, որովհետեւ դե այն ժամանակ չկարողացանք, հիմա ինչ կարող ենք անել այս տխուր վիճակում, երկրի համար տխուր վիճակում, մեզ համար տխուր վիճակում։ Այս երկու երևույթներն են, որ մեզ դարձնում են քաղաքական իմաստով պակաս պատրաստ ժողովուրդ, այլ ոչ թե մեր ներքին որակները, որը ես չեմ կարծում, որ 30 տարում փոխվեցին, հա, 88-ի ժողովուրդը, այս նույն այսօրվա ժողովուրդն է, շատ մեծ տարբերություն խոշոր հաշվով չկա։ Եվ դրա համար կարծում եմ, որ այնուամենայնիվ ուզենք թե չուզենք, եթե ինչ որ մեկը փորձում է հայ ազգի հետ կապված որևէ խնդիր լուծել, ուզի թե չուզի, այդ խնդիրը քաղաքական դաշտում պետք է ինչ-որ կերպ դրսևորվի։ Կարելի է շատ բան անել որպես նախապատրաստական աշխատանք, բայց ես սկզբունքորեն չեմ հավատում, որ կարելի է կամ անհրաժեշտ է ժողովուրդ դաստիարակել։ Հակառակը, անգամ եթե անհրաժեշտ է ժողովուրդ դաստիարակել, այդ ժողովուրդ դաստիարակելու ձևը հաճախ ոչ թե բանն է, չգիտեմ, YouTube-յան դասախոսությունն է, որ այդ ժողովրդին, այլ գոնե ինչ-որ ակտիվ հատվածի տարբեր քննարկումների մեջ ներառել։ Իսկ այդ քննարկումները չեն կարող հենց այնպես լինել որպես կրթական process-ի մաս։ Իրանք կարող են լինել մենակ գործունեության հետ կապված, այսինքն քննարկումները պետք է հետո ինչ-որ մի դրսևորում ունենան, այդ թվում քաղաքական դրսևորում։ Այստեղ իհարկե գլխավոր պատճառներից մեկը, որպես ամեն ինչը դժվար է ստացվում, այն է, որ ցանկացած օլիգարխ, ցանկացած նախկին իշխանավոր, ցանկացած արտաքին ուժի սպասարկող ռեսուրսային իմաստով շատ ավելի ոչ միայն հարուստ է, այլ նաև ռեսուրսները հեշտությամբ է տնօրինում, որտեղ դրանք իրենցն են։ Իսկ ցանկացած ազգային ուժ ռեսուրսը պետք է հավաքի քաղաքացիներից, շատ ներառական պետք է լինի, որպեսզի կարողանա նրանց հետ մրցակցել։ Եվ այստեղ մենք բախվում ենք այն վերջին ասածից, որ տարբեր խմբակներ ինչ որ իրենց պատկերացումներով ամեն մեկը փոքր ձևով ինչ որ մի բան փորձում է անել եւ նրանց հավաքելու խնդիրն է, որ դժվարացել է։ Սա մենք ընդունել ենք տարբեր փուլերում, այդ թվում այս փուլում հայկական ընտրության առաջարկը նման խնդրի բախվեց։ Ես չեմ ուզում խաչ դնել տարբեր խմբակների, որոնք փորձում են քաղաքական դաշտի ազգային հատվածը ներկայացնել, անկախ նրանցից ովքեր կմասնակցեն ընտրություններին, ընդհանրապես կմասնակցեն, չեն մասնակցի, կմասնակցեն միասին, թե էլի էսենց կփորձեն հատվածական ձևերով դրսևորվել, ես կարծում եմ, որ մենք կարող ենք դեռ այդ բոլորի հետ քննարկել ընդհանուր ազգային ուժի ակտիվ մասնակցության հարցը, որտեղ մենք քաղաքական դաշտում բավական այս պահին պահանջված վիճակ ունենք, ինչ նկատի ունեմ,
մենք տեսնում ենք գործող վարչախումբը ոնց է իր համար ձևավորում հարմար ընդդիմություն, հա, բոլորին խառնեց իրար, եկեղեցուն հարվածելով, այնտեղ ռուսական օլիգարխներ, չգիտեմ, նախկին իշխանավորներ, սրանք բոլորը ռուսական գործակալ են, բոլորը սրբապիղծ են, բոլորը նավթալանչի են, բոլորը ազգայնական են, բանեն Ադրբեջանից տարածքներ էին ուզում որպեսզի այս բոլոր բաներով sense հավաքելով մի այսպես սևը ձևավորել է, որի ֆոնին հույս ունի ավելի սպիտակ երևալ, բայց վերջի վերջո կա այդ պահանջարկը, հա, սրանք սև են, սրանք ձևանում են թե սպիտակ են, իրականում ավելի սև են, բայց մենք այդ այլընտրանք ուզում ենք, այդ այլընտրանքի փնտրտուքը կա շատերի մոտ եւ այստեղ այսպեսի մի միտք է առաջանում, որ երբ որ գործիչները, որոնց թվում է, որ իրենք այսպես մի հատ հետաքրքիր գաղափար ունեն ու դրանով էսա առաջ կգնա, երբ որ հույսը դնում ենք նրանց վրա, կարող է միավորումը տեղի չունենա։ Իմ խորը համոզում եմ ազգային հատվածի միավորումը դա ընտրող քաղաքացիների բազայի վրա պետք է լինի, այլ ոչ թե նրանց վրա, նրանց միացման process-ի վրա, ովքեր որ իրենք հավակնություններ են ներկայացնում քաղաքական ինչ-որ առաջ խաղացման, հա, ու երբ որ այդ ընտրողների ընդհանուր հարթակը հնարավոր լինի ձևավորել, թեկուզ ոչ շատ մեծ հարթակ, բայց մի հարթակ, որտեղ նման մի ընտրության հնարավորություն կա, այստեղ պետք է որ այդ բոլոր սեպարատ խաղացողները նաև հասկանան, որ հնարավոր չի, որ լինի 10 ազգային ընդդիմություն, 20 ցուցակ մասնակցի պետական ընտրություններին, ամեն մեկը գոռալով, որ հենց ինքն ազգային է, ազգային լինելու համար, ազգային մանդատ ունենալու համար արդեն որոշակիորեն այդ մանդատը պետք է ստացած լինես ինչ-որ մի տեղ։ Չեմ ասում, որ դա հենց հիմա կհաջողվի, բայց այլընտրանք այսօր, վաղը, 10 տարի հետո, 20 տարի հետո, 5 տարի առաջ, 10 տարի առաջ, ես իսկապես չեմ պատկերացնում։ Մի քանի դիտարկում անեմ, նախ առաջինը ազգի կամ ժողովրդի որակի պահով, առարկելու բան չունեմ, տարբեր հանրություններ կարող է շատ ավելի վատ են իրենց ներքին որակներով, քան մենք, բայց այդ հանրությունները եւ այդ ազգերը նման լրջագույն գոյաբանական խնդիրների առաջ չեն կանգնած ոնց որ մենք։ Այսինքն սпасել նույն վերաբերմունքը կոպտեսած ֆիզիկապես առողջ մարդից եւ ծայրահեղ ծանր սեփական առողջության հանդեպ եւ ծայրահեղ ծանր հիվանդից դա չի կարելի։ Այսինքն ի սկզբանե նման համեմատության հետ ես համաձայն չեմ, որովհետև ազգի իրականում պոտենցիալը լուրջ երևում է հենց նման գոյաբանական ծանր իրավիճակներում, ինքը ունի այնքան պոտենցիալ, որ կշարունակի ապրել, թե եկել է պատմության երեսից հեռանալու ժամանակը, սա մեկ։ Երկրորդ ազգային ուժը ֆինանսավորման հետ կապված, մեր ողբերգությունը հենց ոչ միայն հիմա, առնվազն վերջին մի քանի 100 տարվա ընթացքում եղել է այն, որ հայ մեծահարուստները այդպես էլ չհասկացան, որ հլադենենք ազգային նպատակների մի կողմ, անգամ իրենց կապիտալի անվտանգության երաշխավորը դա հայկական պետությունն է եւ երբեք հավակնություն չունեցան ու ցանկություն չունեցան ֆինանսավորել հայկական ազգային քաղաքական նախագիծ։ Եթե անկեղծ ասեմ, ես պատմական նմանատիպ դեպք չեմ հիշում, որ ներքևից ինքնաֆինանսավորմամբ, գուցե դուք հիշեցնեք համենայն դեպս իմ բանով, ինքնաֆինանսավորմամբ նման լրջագույն ուժեր ստեղծված լինեն։ Հեռու չգնանք, մեր գոյաբանական, այսպես ասեմ, մարտահրավերների նման մարտահրավերների մեջ եղել են հրեաները եւ ով ինչ էլ ասի, այդ ամբողջ սիոնականությունը եւ նրանց հաջողության գաղտնիքը դա մեծահարուստների առաջին հերթին Ռոթշիլդի լրջագույն ֆինանսական ներգրավման մեջ է եղել։ Այսինքն մեր հենց այստեղից էլ է գալիս, այսինքն հայազգի խնդիրի ներքին ընդհանուր հավաքական որակը չի, ընդհանուր խնդիրը իմ նշած վերնախավն է, որովհետև հայկական վերնախավը ամբողջ 19-րդ դարի ընթացքում օրինակ ես սա խոսում ազգային հոգեբանության մասին, սա խոսում է, որ մեր գիտակցությունից մի շատ կարևոր բան հանվել է բացասական սելեկցիայի ընթացքում դարի շարունակ, ելի մենք փիլիսոփայություն, բայց շատ եմ կարևորում ամբողջ 19-րդ դարի ընթացքում, երբ որ ամբողջ Եվրոպայով մեկ ազգային պետություններ ստեղծելու այդ քաղաքական զարթոնքեր եւ հայերի ձեռքում թե ռուսական կայսրությունում, թե Օսմանյան կայսրությունում 19-րդ դար, 20-րդ դարասկիզբ կային հսկայական հնարավորություններ, որևէ հայ մեծահարուստ
հավակնություն չունեցավ կամ չֆինանսավորեց հայկական ազգային ուժերին։ Այսինքն իսկ հայկական ազգային ուժերն էին նրանք, որոնք հայկական քաղաքական նախագիծ պիտի իրականացնեին։ Այսինքն այդ քաղաքական բաղադրիչը ըստ էության այդ նույն հայ մեծահարուստները շարունակեցին մնալ օտարների ծառաներ եւ նույնն է այսօր։ Պանելուներ անդրադարձ։ Եվ երրորդը ընդհանուր ազգային հատվածի քաղաքացիների հետ կապված, ելի այստեղ բախվում ենք մի շատ լուրջ խնդրի, որովհետև իմ ասածը այն չի, որ հնարավոր չի իրականացնել, ուղղակի էլի ելքային պայմաններ ճիշտ պատկերացնելու մեջ է, մեր էլի ընդհանուր մտածողության մեջ նախաձեռնողականության պակաս կա, եւ այդ մարդը հնարավոր է լինի սրտացավ, լինի այդ ազգային հատվածին իրոք պատկանի, լինի մտահոգ, բայց նախաձեռնողականության հարց կա, որպեսզի ինքը ներառվի եւ պատասխանատվություն վերցնի։ Այստեղ բավականին գործոններ կան, որոնցից յուրաքանչյուրը իր ինքն իրենով ներկայացնում է մի քանի X-եր կամ եւ հենց այդ կախվածությունը ես իհարկե համաձայն եմ, որ իմ ասածը չի նշանակում, որ պետքա դադար առնել եւ առհասարակ համարել, որ ամեն ինչ ավարտված է, այդպես չի, բայց ես կարծում եմ, որ այս վերջին հնարավորությունն իրականացնելու համար ես անկեղծ համարում եմ, որ 26 թվականի ընտրությունները ես բավականին հոռետես եմ այդ առումով եւ համարում եմ, որ 26 թվականի ընտրություններում վերարտադրվեցին այս իշխանությունները եւ շարունակվեց այս կուրսը, process-ը դառնալու է անդառնալի, գործընթացը դառնալու է անդառնալի, որտեղ արդեն առաջ է քաշվել այդ ադրբեջանցիների վերադարձի հարցը, առհասարակ Հայաստանի դեմոգրաֆիական պատկերն է շատ արագ փոխվելու եւ ստեղծվել է իրավիճակներ մի քանի տարուց, որ իմ նման մարդիկ, մեր նման մարդիկ, ովքեր այդ իրավիճակի հետ համաձայն չեն, երկու տարբերակ են ունենալու կամ թողնել հեռանալ, ինչպես դուք նշեցիք, կամ հայտնվել այստեղ ֆիզիկական սպառնալիքի կամ բանտերում։ Հետևաբար ես այդ առումով բավականին հոռետես եմ եւ կարծում եմ, որ ինչ որ պիտի արվի մինչեւ 26 թվականը, բայց որպեսզի հաջողության չնչին իսկ այս համատարած մանիպուլյացիայի նենգափոխման արժեքների նենգափոխման դա ամենակարևորն են այս քաոսի մեջ հաջողության գոնե միջին հույս ունենանք, մենք պիտի ճիշտ գնահատենք կամ պիտի թեկուզ ավելի գնահատենք այն ելքային պայմանները, որոնք կան։ Այն երկու մտքերը ֆինանսավորման հետ կապված եւ կրավորականություն, ոնց ասեցիք, քաղաքական հավակնություններից դուրս մենք համայնք ենք, մենք վերածվեցինք կրոնական համայնքի որը երբևէ սեփական քաղաքական հավակնություններ չուներ։ Մի հակափաստարկ բերեմ, հակափաստարկը հետևյալն է, մենք գիտենք բազմաթիվ կազմակերպություններ, փոքր խմբեր, շատ երիտասարդներ, միջին խավի ինչ-որ ներկայացուցիչներ, որոնք ասենք ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտում ինչ-որ հաջող։ Հիմա նկատի ունեք։ Հա, շատ լավ։ Որոնք բավական կազմակերպված խմբերով ինչ-որ հայրենասիրական գործունեություն են իրականացնում։ Կարա լինի մշակույթի ոլորտում, կարա լինի ինքնապաշտպանության կազմակերպման ոլորտում, կարող է լինել, չգիտեմ, ինչ որ ռազմական արդյունաբերության ոլորտում օրինակ ինչ որ նախաձեռնություն լինի, թեկուզ ամենապարզ բաները երիտասարդական արշավներ, չգիտեմ, ինչ որ բաներ։ Շատ կազմակերպություններ կան, որ բավական գումար, ուզում եմ ասեմ, այդ գումարի մի փոքր մասը բավարար կլիներ քաղաքական հայտ ներկայացնելու համար, այդ ծախսերի հետ լրիվ համեմատելի է։ Այս կազմակերպությունում ներգրաված են բավական մեծ թվով մարդիկ, թե որպես մարտով որ դա կազմակերպել է նույնիսկ ներդրում կատարել եւ այլն, թե մարդիկ ովքեր դրա շահառուներն են, հա, եթե կարելի է այսպես ասել։ Եվ նրանց հենց այդ շրջանակում է, որ առաջանում է հարցը, եւ ես ուզում եմ այդ 26 թվականի շեշտադրման այդ միանշանակ համաձայն լինելով, մի բարձ հարց եմ ուզում ձևակերպել։ 20 տարեկան երիտասարդ քաղաքացի, որը բավականաչափ հայրենասերան ներգրաված է ինչ-որ մի այդպիսի գործունեության մեջ, ինքնակրթությամբ զբաղվում, քննարկումների է ինչ-որ մասնակցում, ազգային լուրջ ինքնագիտակցություն ունի, Հայաստանի հետ կապված ապագայի հույսեր ունի, որտեղ դա նաև իր հույսերն են, եթե հայրենասեր մարդ է ուզում է Հայաստանում ապրել, եւ գալիս այդ 26 թվականի ընտրությունը։ Եթե 26 թվականի ընտրության քվեաթերթիկում ինքը տեսնում է այն պատկերը, ինչ որ կա այսօր մյուսների կողմից հրամցվող, եւ այն պատկերը, ինչ որ տեսականորեն կարող է լինել ազգային դաշտի գործիչների կողմից հրամցնող, ենթադրենք այնտեղ 3-4 ցուցակ կա, որը կուրս գծեցում է ազգային թեմաներով, հա, շատ
տխուր վիճակում է հայտնվելու, որովհետև անմիջապես գնահատելու է, որ մրցակցային խնդիրները պառակտվածությունն է անմիջապես նկատելու եւ ըստ էության չի ունենալու այլընտրանք եւ կարող է ընկնել տարբեր բաների տակ էլ, հա, չարիքի փոքրագույնի ընտրության ինչ որ sense վիճակներում կողքից մեկը ասի, հա, դե սրանք չեն լինելու, մեկը, սա եւ ինքը ստիպված, ասենք, չարիքի ու փոքրագույն ընտրելու բանում էլ կարող է հայտնվել։ Եվ սա մենակ երիտասարդներին չի վերաբերում։ Մարդիկ կան, որ արդեն տասնամյակներով էս վիճակում են։ Ընտրությունից ընտրունի ես հաճախ շատ զարմանքով հարցնում եմ, ասում իսկ ինչի է գնում ընտրության, եթե ոնց կարանք չգիտեմ, միլիոնից ավել մարդ քաղաքացիական պարտ կա համարում, այդ առաջ գոնե ընտրակաշարք են, մենք ասում ենք դրա համար են գնում, բայց այս պահին էլ միլիոնից ավել մարդ գնում է քաղաքացիական պարտ կատարելու եւ ինձ թվում է այդ բոլոր մարդիկ իրավունք ունեն ունենալ առաջարկ, ազգային առաջարկ այդ իրավունքը ունեն ու դա բոլոր մյուսների համար դառնում է պարտականություն դա պարտականություն է թե խմբակների համար, որոնց մենք բազմիցս առաջարկել ենք համատեղ ինչ-որ մի բան անել, անգամ իրանք են ինչ-որ իրար առաջարկում որոշակի տարբերակներով, թե իրենց համար է պարտականություն, թե անգամ մեզ համար է պարտականություն, որ անգամ ռեսուրսների բացակայության դեպքում առնվազն պետքա փորձել եւ եթե նույնիսկ 26 թվականը այդպես շատ ճակատագրական գալենք կյանքի փորձը ցույց է տալիս, որ կյանքը չի ավարտվում։ Ցեղասպանությունից հետո էլ չի ավարտվել, ասենք Արցախը կորցնելուց հետո էլ չի ավարտվել ու կարող է ասենք 26-ից հետո էլ չավարտվի, անգամ մեր այդ ինչ որ չգիտեմ, ադրբեջանցիներին բերեն բնակեցնեն, պարզվի, որ հա տեղից նոր սկսվում է մեր պայքարը, դա էլ կարա լինի, ես չեմ կարող ոչ մի այդպես ապագայի գուշակություններ ասել, ուղղակի ես ուզում եմ ֆիքսել այս կարևոր հանգամանքը, կա պահանջարկ եւ կա մեր անկարողությունը պատշաճ առաջարկ ձևակերպելու այդ պահանջարկին։ Մեր ասելով նկատի ունեմ թե մեզ փոքր կազմով նեղ շրջանակով, թե մեզ մի քիչ ավելի լայն, ովքեր ուզում են քաղաքական դաշտի ազգային հատվածի ձայնը ստանալ, հա, ազգային պատասխանատվությամբ ընտրողների ձայն, անգամ նույնիսկ ինձ չի հետաքրքրում նրանց շարժառիթը, դա ուզում են անել խաբելով, կարիերայի համար, ուղղակի ասենք դեպուտատի աշխատանք, դա էլ անգամ կարևոր չի։ Եթե ձայն ուզում ես ստանալ, այդ ձայնը կարող է ստանալ միայն մեկ ցուցակ ոչ թե ձեզնից մեկը, այլ դա պետք է լինի մեկ, որտեղ դուք ներկայացնում եք այս հատվածը եւ ուրիշ տարբերակ չկա։ Չգիտեմ, սա ինչպես ես այդ դրան այն որ մարդը իրավունք ունի ունենալ այլընտրանք, արժանապատիվ այլընտրանք, ես որևէ առարկություն չունեմ, երկու ձեռքով դրա կողմ եմ, հարցը դա չի։ Հարցը այն է, ինչպես այդ այլընտրանքը հասնել այն փուլին, որ այդ ցուցակում լինի ներգրաված այդ այլընտրանքը։ Այսինքն մենք այս պահին չենք քննարկում կքվեարկեն արդյոք 26 թվականին այդ այլընտրանքի օգտին թե չէ խնդիրը, այդ այլընտրանքը ստեղծելն է։ Այն ամեն ինչը, այն բոլոր դժվարությունները կամ բարդությունները, որ ասեցի, դա ըստ էության վերաբերում էր այ հասնել այդ դրան, որ այդ այլընտրանքը լինի։ Սա մեկ, եւ երկրորդը ֆինանսավորման հետ կապված շատ ճիշտ նշեցիք, որ տարբեր ամենատարբեր ոլորտներում բավականին չեմ ասի շատ մեծ, բայց բավականին ֆինանսներ են ծախսվում։ Մենք հաջողության կհասնենք այն օրը, երբ որ այդ բայց ես վստահ եմ, որ այդ մարդկանց մեծամասնությանը, եթե առաջարկվի ֆինանսավորել քաղաքական նախագիծ, իրենք բոլորը միանգամից մի կողմ կքաշվեն։ Այո, մի կողմ կքաշվեն, այն ինչի մասին մենք խոսել ենք։ Մենք դրա օրինակներ ունենք անցյալում, Մանթաշովին հիշենք եւ այլն, հենց խնդիրը դրանում է։ Հենց խնդիրը դրանում է Հայաստանում առանց քաղաքականության մեջ առանց ֆինանսի, առանց կապիտալի հաջողության հասնել հնարավոր չէ։ Առանց մտքել հնարավոր չէ, առանց գաղափարել հնարավոր չէ, բայց բենզինը, որպեսզի գաղափարը կա, որպեսզի գաղափարը աշխատի եւ գաղափարը մեծ մասշտաբների հասնի, փոքր խմբակի պայմաններում, փոքր մասշտաբի պայմաններում հնարավոր է, բայց որպեսզի դու կարողանաս մասշտաբայնություն ստանալ, իսկ քաղաքականությունը ստեցյան մասշտաբայնության մեջ է, դու պիտի կարողանաս քո առաջարկը սարքել մասշտաբային, որպեսզի մեծամասնությունը ընդունի այդ առաջարկի լեգիտիմությունը, ընտրի այդ հիմա տարբեր մեխանիզմներ կարող են լինել, բայց այդ մասշտաբայնությանը հնարավոր է հասնել միայն եւ միայն
ֆինանսի եւ նյութական լուրջ կապիտալի ներգրավմամբ։ Հայության ողբերգությունը նրանում է, որ տիրապետելով հսկայական կապիտալի հարյուրավոր տարիներ շարունակ երբևէ մեր կապիտալի նույնիսկ 1%-ը չուղղվեց այդ խնդրի լուծմանը։ Մենք միլիարդներ կարող ենք ծախսել ինչ-որ տունտունիկ խաղալու վրա, բայց մենք չենք ուզում քաղաքական նախագիծ ֆինանսավորել, արդյունքում զրկվում ենք ամեն ինչից։ Հենց այդ է խնդիրը։ Եթե մենք կարողացանք այդ գերխնդիրը, ըստ էության մի դաժան բան ասեմ, բայց 90-ականներից այն մարդիկ, ովքեր նվիրված էին, ում համար այդ անկախության պայքարը իրոք գաղափարական պայքար էր, ոչ թե հարստանալու, ոչ թե թալանելու եւ այլն, այդ մարդիկ մնացին լուսանցքում մի պարզ պատճառով։ Նրանք մնացին իրենց սովորական աշխատավարձով ապրող մարդիկ, նրանք զրկվեցին ռեսուրսից եւ նրանց ձայնը չդարձավ լսելի։ Եվ այստեղ շատ կարևոր ավելին ասում են ազգային տղերքը գնացին զոհվեցին։ Այո, որպեսզի տականքները, այո, այն ժամանակ սեփականարան գնով երկիրն էին փրկում, այստեղ ու դա այո, բայց ու բոլոր տեղերում դա միայն հայերին չի հատուկ, եկեք հասկանանք, բայց քաղաքականությունն ունի դաժան օրենքներ ու տրամաբանություն, որ դա պետք է գիտակցել։ Ու քանի դեռ թեկուզ միջին վիճակագրական հայը, որ ունի որոշակի ռեսուրսներ, ինքը նախընտրում է մնալ դիտորդի կարգավիճակում, այսինքն ինքը ուզում է հաստեցնել Արմեն Աղայանը, Արփի Թոփչյանը եւ մնացածը այն ամենով ինչ որ իրենք կան, հա, իրենք կարողանում են այդ գերխնդիրը սկսել լուծել եւ այդ հաջողության երաշխիքները արդեն երևում են, որպես ինքը գա միանալ, մենք հաջողության չենք հասնելու։ Մեր ողբերգությունը դրա մեջ է։ Ենթատեքստը Արմենը հասկանում է, որովհետև սա անձնական շփումների արդյունքում եկած եզրահանգում է, բայց այլ տարբերակ չի լինում։ Քաղաքականության մեջ երբեք ճշգրտում ուղղակի անենք, որ այն նյութական, որի մասին հիմա մենք խոսում ենք, էապես տարբերվում, ասենք, ինչ որ մի օլիգարխի ծախսերից, որովհետև երբ որ կա գաղափարը, երբ որ կա ներառականությունը, այդքան գումարի կարիքը էապես ավելի քիչ է, բայց հաճախ այդ անգամ այդ քիչը չկա, բենզին պիտի լինի, մեկնարկային փուլում, երբ որ արդեն դեռ այդ ներառականությունը ապահովված չի, եւ այդ տեսակետից այո, միանշան է։ Որովհետև մենք չենք կարող մարդկանց քաղաքականությունը ընդհանրում է ամենօրյա 24 ժամի աշխատանք, ու մարդիկ, ովքեր ներգրավում են դրա մեջ, լինի թեկուզ պարզ ադմինիստրատիվ աշխատանքից կամ լինի թեկուզ այսօր վերլուծություն, անալիզիկա, ոչ մեկ օթով չի շնչում։ Ու հանրությունը իրավունք չունի, այնպես ինչպես որպես բժիշկ եմ ասում, մարդկանց թվում է թե բժիշկները պարտավոր չեն անվճար աշխատել, հանրությունը իրավունք չունի մեզնից դա պահանջել, եւ իրավունք չունի բժշկի ուսին դնել այդ բեռը։ Հենց խնդիրը դա է, հանրությունը իրավունք չունի պահանջներ ներկայացնել, երբ որ ինքը չի ապահովում այս կամ այն ոլորտում, որպես այդ մարդիկ նորմալ կարողանան իրենց գործով զբաղվել։ Խնդիրը սրա մեջ է, երբ որ մենք կարողացան լուծել այդ գերխնդիրը իրականության մեջ, հա, որ մարդիկ հասկանան, որ իրենք պիտի ներգրավեն։ Հետաքրքիր թեմա է բացում, բայց երևի ամփոփելու ժամանակն է, դրա վերաբերյալ մի քիչ ավելի ուշ կխոսենք։ Հիմնական հույսը մեր այն է, որ նաև այս քննարկումների հարթակում միգուցե կարողանանք համ ավելի լայն հանրությանը ներկայացնել ինչ ենք ուզում, միգուցե ձևավորվի այդ մթնոլորտը, հիմնավորենք, որ իսկապես դրան այլ ընտրանք չկա, եթե դու քեզ քիչ թե շատ հայրենասեր ես համարում, քիչ թե շատ երկրի տեր ես համարում, չես կարող չմասնակցել երկրի կառավարմանը, չես կարող կառավարմանը մասնակցել առանց քաղաքականանալու, չես կարող մասնակցել առանց կազմակերպական ակտիվության, ոչ ոք չի միավորվի, եթե դու որպես քաղաքացի այդ պահանջարկը ձևակերպած չունես եւ հուսանք մեր քննարկումների հարթակում կարողանանք անդրադառնալ թե գաղափարներին, որոնք քաղաքական դաշտի ազգային հատվածը առանձնացնում են մյուս օտարամոլ, նյութապաշտական կամ չգիտեմ այլ շարժառիթներով ղեկավարվող հատվածներից, թե կազմակերպական լուծումներ կարողանանք հանրային առումով ճանաչելի դարձնել